Ամռան վերջից մինչև աշուն խաղողը դառնում է ամենասիրելի մրգերից մեկը։ Ոմանք նախընտրում են կանաչ քաղցր խաղողը, մյուսները մուգ, գրեթե սև հատիկներով խաղողը։ Սակայն հաճախ առաջանում է մի հարց. իսկ ո՞րն է իրականում ավելի օգտակար առողջության համար։ Շատ մարդիկ վստահ են, որ տարբերությունը միայն գույնն է։ Մյուսները համոզված են, որ սև խաղողը շատ ավելի օգտակար է, քանի որ այն ավելի հարուստ է վիտամիններով։ Իսկ ոմանք կարծում են, որ կանաչ խաղողը ավելի անվտանգ է, քանի որ ավելի քիչ շաքար է պարունակում։ Բայց իրականում ո՞րն է ճիշտ։ Այս տեսանյութում կիմանանք, թե ինչով են տարբերվում սև եւ կանաչ խաղողները։ Արդյոք դրանց սննդային արժեքը նույնն է, ո՞րն է ավելի հարուստ հակաօքսիդանտներով, ով պետք է զգույշ լինի խաղող օգտագործելիս եւ ի վերջո ո՞րն է ավելի լավ ընտրություն առողջության համար։ Կարող եք պարզապես լայքել վիդեոն, որպեսզի իմանանք նման թեմաները ձեզ հետաքրքիր են։ Մեկնաբանություններում էլ գրեք այն թեմաները, որոնց մասին կցանկանաք խոսենք։ Սկզբում պետք է հասկանալ, որ եւ սև եւ կանաչ խաղողը շատ ընդհանուր հատկություններ ունեն։ Երկուսն էլ պարունակում են ջուր, բջջանյութ, բնական շաքարներ, կալիում, ինչպես նաև C եւ K վիտամիններ։ Այդ պատճառով երկուսն էլ կարող են լինել առողջ սննդակարգի մի մասը, եթե օգտագործվում են չափավոր։ Սակայն տարբերությունները նույնպես կարևոր են։ Ամենամեծ տարբերություններից մեկը կապված է խաղողի գույնի հետ։ Սև կամ մուգ մանուշակագույն խաղողի գույնը պայմանավորված է բնական բուսական նյութերով, որոնք կոչվում են անտոցիաններ։ Դրանք հակաօքսիդանտներ են, որոնք օգնում են պաշտպանել բջիջները օքսիդատիվ ստրեսից։ Այդ պատճառով մուգ գույնի մրգերը եւ հատապտուղները հաճախ ավելի հարուստ են հակաօքսիդանտներով, քան բաց գույնի ունեցողները։ Բացի անտոցիաններից, սև խաղողի կեղևում եւ կորիզներում կա նաեւ ռեսվերատրոլ կոչվող միացություն, որի վերաբերյալ վերջին տարիներին բազմաթիվ հետազոտություններ են կատարվել։ Գիտնականները ուսումնասիրում են դրա հնարավոր ազդեցությունը սրտանոթային առողջության եւ բջիջների պաշտպանության վրա։ Սակայն կարևոր է հասկանալ, որ միայն խաղող ուտելով հնարավոր չէ կանխել հիվանդությունները, եւ այս նյութի ազդեցությունը մարդու օրգանիզմում դեռ շարունակվում է ուսումնասիրվել։ Իսկ ինչ կարելի է ասել կանաչ խաղողի մասին։ Թեև այն պարունակում է ավելի քիչ անտոցիաններ, դա ամենևին չի նշանակում, որ այն օգտակար չէ։ Կանաչ խաղողը նույնպես հարուստ է վիտամիններով, հանգանյութերով եւ բջջանյութերով։ Շատ մարդիկ նաեւ նշում են, որ այն հաճախ ավելի թեթև համ ունի, եւ որոշ տեսակներ ավելի քիչ քաղցր են թվում, թեև իրականում շաքարի քանակը տարբեր տեսակների դեպքում կարող է բավականին մոտ լինել։ Հաճախ մարդիկ հարցնում են. իսկ որ խաղողն է ավելի քիչ շաքար պարունակում։ Իրականում տարբերությունը սովորաբար մեծ չէ։ Շաքարի պարունակությունը հիմնականում կախված է ոչ թե միայն գույնից, այլ խաղողի տեսակից եւ հասունությունից։ Այդ պատճառով սխալ կլինի մտածել, որ բոլոր կանաչ խաղողները միշտ ավելի քիչ շաքար ունեն, քան սևերը։ Եթե մարդը հետևում է արյան շաքարի մակարդակին կամ ունի շաքարային դիաբետ, ավելի կարևոր է ուշադրություն դարձնել ոչ միայն խաղողի գույնին, այլ նաև օգտագործվող քանակին։ Շատ կարևոր է նաև հիշել, որ խաղողի օգտակար նյութերի զգալի մասը գտնվում է հենց կեղևի մեջ։ Այդ պատճառով, եթե առողջական խնդիրներ չկան եւ խաղողը լավ լվացված է, այն սովորաբար խորհուրդ է տրվում ուտել կեղևի հետ։ Սակայն խաղողի օգտակար հատկությունները միայն վիտամիններով չեն սահմանափակվում։ Խաղողը նաև բջջանյութի աղբյուր է, որը կարևոր դեր ունի մարսողության համար։ Բավարար քանակությամբ բջջանյութ օգտագործելը կարող է նպաստել աղիների բնականոն աշխատանքին եւ ավելի երկար պահպանել հագեցվածության զգացումը։ Իհարկե, խաղողը չի կարող փոխարինել բանջարեղենին կամ ամբողջական հացահատիկներին, բայց այն կարող է լինել հավասարակշռված սննդակարգի օգտակար մասը։ Հաճախ նաև հարցնում են. արդյոք խաղողը օգտակար է սրտի համար։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ խաղողի մեջ պարունակվող
Բնական հակաօքսիդանտները կարող են նպաստել արյունատար անոթների բնականոն աշխատանքին եւ պաշտպանել բջիջները օքսիդատիվ ստրեսից։ Սակայն պետք է հիշել, որ առողջ սիրտ ունենալու համար միայն խաղող ուտելը բավարար չէ։ Կարևոր է նաև ֆիզիկական ակտիվությունը, առողջ սննդակարգը, նորմալ քաշի պահպանումը, ծխելուց հրաժարվելը եւ արյան ճնշման ու խոլեստերինի վերահսկումը։ Մեկ այլ կարևոր հարց. կարող են շաքարային դիաբետ ունեցող մարդիկ խաղող ուտել։ Շատերը կարծում են, որ խաղողը պետք է ամբողջությամբ բացառել, քանի որ այն քաղցր է։ Իրականում ամեն ինչ կախված է մարդու ընդհանուր սննդակարգից, առողջական վիճակից եւ օգտագործվող քանակից։ Շատ դեպքերում բժիշկը կամ սննդաբանը կարող է թույլ տալ խաղողի չափավոր օգտագործում, այն ներառելով օրվա ընդհանուր ածխաջրերի հաշվարկի մեջ։ Այդ պատճառով ճիշտ չէ ինքնուրույն ամբողջությամբ հրաժարվել խաղողից կամ հակառակը այն անսահմանափակ օգտագործել։ Շատ կարևոր է նաև ուշադրություն դարձնել քանակին։ Նույնիսկ ամենաօգտակար մրգերը չափից շատ օգտագործելու դեպքում կարող են ավելացնել օրգանիզմի ստացած կալորիաները ու բնական շաքարների քանակը։ Այդ պատճառով խաղողը լավագույնն է օգտագործել չափավոր, որպես հավասարակշռված սննդակարգի մի մաս։ Հաճախ մարդիկ նաև հարցնում են խաղողի կորիզների մասին։ Եթե կորիզները պատահաբար կուլ եք տալիս, սովորաբար դա խնդիր չի առաջացնում առողջ մարդկանց մեծամասնության համար։ Սակայն հատուկ մեծ քանակությամբ կորիզներ ուտելը որևէ ապացուցված լրացուցիչ առողջարար ազդեցություն չունի, ուստի դրա անհրաժեշտությունը չկա։ Եվ հիմա վերադառնանք մեր գլխավոր հարցին։ Ուրեմն, որ խաղողն է ավելի օգտակար՝ սևը թե կանաչը։ Եթե խոսում ենք հակաօքսիդանտների մասին, ապա առավելությունը սովորաբար մուգ գույնի սև կամ մանուշակագույն խաղողինն է, քանի որ այն ավելի հարուստ է անտոցիաններով։ Բայց եթե խոսքը վերաբերում է ընդհանուր առողջ սննդակարգին, ապա եւ սև եւ կանաչ խաղողը կարող է լինել լավ ընտրություն։ Ամենակարևորը ոչ թե գույնն է, այլ այն, որ խաղողը լինի թարմ, լավ լվացված եւ օգտագործվի չափավոր։ Այսպիսով, պետք չէ մտածել, որ կանաչ խաղողը վնասակար է, իսկ սևը հրաշագործ մթեր։ Երկուսն էլ ունեն իրենց առավելությունները, եւ ամենաճիշտ ընտրությունը այն խաղողն է, որը ձեզ դուր է գալիս եւ համապատասխանում է ձեր առողջական վիճակին եւ սննդակարգին։ Եթե այս տեսանյութից պետք է հիշենք ընդամենը մեկ բան, ապա թող դա լինի սա. սև խաղողը սովորաբար ավելի հարուստ է որոշ հակաօքսիդանտներով, սակայն երկու տեսակն էլ կարող են օգտակար լինել, եթե օգտագործվեն չափավոր եւ հավասարակշռված սննդակարգի շրջանակում։ Իսկ հիմա գրեք մեկնաբանություններում դուք որ խաղողն եք ավելի շատ սիրում՝ սևը թե կանաչը եւ ինչու։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե մեր դիտողների մեծ մասը որ տեսակն է նախընտրում։ Եթե տեսանյութը ձեզ օգտակար էր, սեղմեք լայք, բաժանորդագրվեք ալիքին եւ սեղմեք զանգակի նշանը։ Այստեղ մենք պարբերաբար հրապարակում ենք առողջության մասին པարզ, հասկանալի եւ գիտական տվյալների վրա հիմնված տեսանյութեր, որոնք օգնում են ավելի տեղեկացված ընտրություններ կատարել ձեր առողջության համար։ Կարևոր հիշեցում. այս տեսանյութը տեղեկատվական նպատակ ունի եւ չի փոխարինում բժշկի կամ սննդաբանի անհատական խորհրդատվությանը։ Եթե ունեք շաքարային դիաբետ, քրոնիկական հիվանդություններ կամ հատուկ սննդակարգի անհրաժեշտություն, խաղողի օգտագործման վերաբերյալ խորհրդակցեք ձեր բուժող բժշկի կամ սննդաբանի հետ։